Արթուր Դավթյան դադախազ։ Չէ, չշփոթվեք հարգելի քաղաքացիներ, Նիկոլի դադախազին ենք նորից ստացել։ Տպավորություն էր, որ այս դհոլչին պիտի գոնե այնքան գիտակցություն ու ամոթ ունենար, որ մեր հասարակության աչքին չերևար իր արածներից եւ այդ ամբողջական հանցագործությունների շղթայից հետո։ Բայց չէ, մարդը որոշել է, որ իսկը վերադասավորվելու ժամանակն է։ Ես ձեզ հիշեցնեմ, որ այս դհոլչի ժամանակ էր հայրենիքի փրկության շարժումը, դիմադրություն շարժումը, ազգային կոմիտեի շարժումը։ Այս բոլոր շարժումների ընթացքում տասնյակ եւ հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ են եղել։ Մարդիկ, ովքեր խաղաղ ցույցերի ժամանակ արտահայտում են իրենց դիրքորոշումը, վստահ պնդելով, որ Դավաճան Նիկոլը պիտի գնա։ Ինչեր անում այդ ընթացքում դհոլչի Արթուր Դավթյանը քրեական գործեր էր կարում, կեղծ ահաբեկչությունների, իբր սպանությունների եւ մահափորձերի հանցակազմեր փնտրում։ Ձերբակալել էր հայրենիքի փրկության շարժման ողջ առաջնորդությունը, ձերբակալել էր դիմադրության շարժումից հարյուրավոր մարդկանց եւ ազգային կոմիտեի ընթացքում տասնյակ քաղաքացիների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քրեական օրենսգիք է խախտել, դուք գնայիք։ Ես պարտավոր էի դա անել եւ այդ պարտավորությունը սկիրացնեի։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ այս շարժումների ընթացքում ոչ միայն բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունենում, այլ նաեւ այս շարժումների ընթացքում իրավաբան գիտնականները, մասնագետներն ու փաստաբանները հարյուրներով հանցագործության մասին հաղորդում էին ներկայացնում, հիմնավորված եւ փաստարկված, որ Նիկոլը գործում է պետական դավաճանություն, իսկ դհոլչի Դավթյանը դրանք ուղղակի պատռում եւ գցում էր աղբամանը, քաղաքական դիվիդենդներ հավաքելով իր տիրոջ Դավաճան Նիկոլի մոտ։